պետք է անընդհատ լինի հետազոտության մեջ, առավել ևս անցյալը, որի փաստերը հայտնի են եւ հասանելի են։ Ապագայի փաստերը հայտնի եւ հասանելի չեն, դրա համար ապագան մենք չենք կարող հետազոտել խորությամբ, բայց անցյալը մենք կարող ենք հետազոտել խորությամբ եւ հետեւաբար այս նյուանսը նույնպես շատ կարեւոր է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ըստ այդմ հենց սրա արտահայտությունն է։ Պատմությունից արված հետևությունների, այսօրվա կարիքների, ապագայի տեսլականի համադրություն։ Եվ ես փորձեցի այս նախաբանով ցույց տալ, թե ինչու ենք մենք ընդհանրապես խոսում սրա մասին, ինչու ենք գաղափարախոսության մասին խոսում, նաև հենց այդ կապը ցույց տալու եւ նաև կարեւոր է, որ մեր գործողություններին գնահատելու տեսակետից եւ անհրաժեշտությունից վերցնելով։ Եվ հետեւաբար այն դրույթներից եւս մի քանիսը կշեշտեմ, որոնք արդեն հրապարակված են, հայտնի են, բայց ես ուզում եմ այսօր ընդգծել։ Մասնավորապես այն, որ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս թիվը արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, բայց կա հետաքրքիր մի երևույթ, որ այս թիվը հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչու է անհրաժեշտություն առաջացել այս թիվը ընդգծել, որովհետև հենց գաղափարախոսական առումով անհրաժեշտություն է առաջացել պատասխանել մի հարցին, իսկ ո՞րն է Հայաստանը։ Որովհետև այն հարցին ի պատասխան, թե ո՞րն է Հայաստանը, այս հարցը կարող է դառնալ ուղենիշ եւ չափանիշ, թե այս որոշումը, որևէ որոշում ճիշտ է թե սխալ է։ Որովհետև ու կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որ այն փաստը, որ այս թիվը շատ հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ինքը ստեղծել է մի տարօրինակ հարցադրում կամ մի տարօրինակ արձանագրում, երբ որ հայտնի իրադարձությունները եղան եւ մեղադրանք հնչեց, որ օրինակ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրան արձագանքեցի հետեւյալ կերպ, որ ես իրականում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սա շատ հետաքրքիր նյուանս է, որովհետև երբ որ մենք հայտարարում ենք իմ ընկալմամբ, որ մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը եւ դա ճիշտ է եւ այդպես է, բայց սրա խորքային մեկ այլ նպատակ ինքը ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը եւ քո երկրի տարածքային ամբողջական եւ այդ ժամանակ ես հարց ինքդ հասկանում, որ փաստորեն դու ինքդ այդքան էլ չես ճանաչել կամ ճանաչելիս չես եղել, առնվազն այն իմաստով, որ թիվը անծանոթ է եղել քեզ, այնքան էլ ճանաչելիս չես եղել քո երկրի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը ուզեցա շեշտել, որովհետև շատերի համար այդքան էլ պարզ չի, թե ինչու է այդքան դա շեշտվում, ինչու է արտահայտվում, կամ ինչու Հայաստանի կառավարությունը ինչու է շտապում, կամ ինչու է ուզում, ինչու է կարևոր համարում, ասել, որ մենք բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Արդյոք հարևանների սիրուն ինչ որ առումով այո, բայց մեծ առումով առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որը հետագայում իհարկե անդրադարձ կլինի նրան, թե իսկ ինչու ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը, այսօր է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է եւ եթե հնչում է, պետք է այդ հարցին
փորձ անել պատասխանել։